Ես հետևում էի ձեր ելույթին, այստեղ խոսեցիք նախկինների մասին, այստեղ էլ գործընկերներիցս մեկի հարցին պատասխանելիս հպանցիկ անդրադարձակ, բայց կխնդրեմ սպառիչ էլի այս հարցին պատասխանել, տեսեք դուք ասացիք, որ նախկին նախագահների վաստակը նշեցիք եւ ասացիք, որ նրանց ժամանակը անցել է, նոր առաջնորդների ժամանակն է եկել, նման միտք նաև իր ասուլիսում հայտնել էր Արման Թաթոյանը, ասել էր, որ պետք է չառաջադրվեն ուղղակի նրանք, որ արժանացավ այսպես բուրըն քննադատության, թե ոնց նախկիններին ուղարկում եք թոշակի եւ այլն, կխնդրեմ դուք այս մասին մի հատ հստակ պարզաբանեք նախկինների հետ կապված ինչ եք առաջարկում եւ հնարավոր է արդյոք, որ այն ուժերը, որոնք ոչ նախկին են, ոչ ներկա նույն միասնության թևերի հետ ինչ որ կոալիցիա կազմեք կամ միավորվեք նման ուժերով, շնորհակալություն։ Մենք իրավասություն չունենք որևէ մեկին ուղղորդել, թե նա ինչ պետք է անի, դա մեր իրավասություններից դուրս է, թե հիմա, թե հետո պոտենցիալ հաջողության պայմանում էլ։ Ուղղակի մենք հաշվի առնելով մարդկանց աշխարհայացքը եւ պրագմատիզմը պետք է բոլորով հասկանանք, որ մեր հասարակությունը բևեռացված է, որ չեն կարող նախկին 3 նախագահները եւ ներկա վարչապետը շարունակել կառավարել առանց հասարակական հակասությունների։ Կարող են նրանցից մեկը կարող է փորձել շարունակել կառավարել, բայց կլինի հակասություն հասարակական։ Միասնություն չի լինի։ Իսկ դա լուծում չէ Հայաստանի համար եւ դա պետք է չլինի։ Մենք, եթե ուզում ենք, մարդկանց նշանակալի մասը ունի կարծիք, որ պետք է մարդ, ով ամեն դեպքում հասարակական միասնության խորհրդանիշ կլինի, գոնե այս սուր ժամանակաշրջանը, թե չէ հիմա բոլորը քննարկում են մեր հասարակության մեջ, թե ով էր մեղավոր, ում ժամանակ ընդունվեց եւ ով է հանձնել, ով չի հանձնել։ Պատմությունը կուսումնասիրի, հաստատղթերը փառք Աստծո կան, կուսումնասիրեն եւ պատմությունը իր պատասխանը կտա, բայց հասարակությանը պետք է համերաշխություն եւ մոբիլիզացիա, որպեսզի մեր առջև ծառացած խնդիրներին մենք կարողանանք լուծում տանք։ Այն խնդիրներին, որ ամեն օր ավելի սաստկանում են, որովհետեւ ամեն օր ավելի ուշ ենք զբաղվում դրանցով։